Սա Կանադան է։ Այստեղ կա մոտ 10 տեսակի վտանգավոր կենդանիներ։ Թվում է, թե ոչ մի առանձնահատուկ բան չկա, այնպես չէ։ Սա Ամազոնի ավազանն է։ Այն ավելի փոքր է, քան Կանադան։ Ամազոնը ստեղծել է վտանգավոր հրեշներ ավելի քան 60 միլիոն տարի առաջ։ Ինչ են սրանք։ Ողեր։ Դրանք այդքան էլ վտանգավոր տեսք չունեն։ Բայց դա միայն այն պատճառով է, որ դուք չգիտեք, թե ինչին են պատկանում։ Անակոնդան կարող է կուլ տալ ալիգատորի, կովի կամ մարդու։ Հիմա պատկերացրեք, թե ինչի է ընդունակ շատ ավելի մեծ հրեշը։ Այդ երկնաքարի բախումից մի քանի միլիոն տարի անց Տիտանաբոան հայտնվեց այն տարածքում, որն այժմ Կոլումբիայի տարածքն է։ Երբևէ հայտնաբերված ամենամեծ օձը։ Տիտանաբոան կարող էր աճել մինչև 12.8 մետր երկարությամբ եւ հասնել 1135 կիլոգրամ քաշի։ Այս հսկա օձը 5 անգամ ավելի մեծ էր, քան այսօր գոյություն ունեցող ամենամեծ օձը։ Տիտանաբոան կարողացավ հասնել իր սարսափելի չափերին այդ ժամանակ մոլորակի վրա գոյություն ունեցող ավելի տաք կլիմայի շնորհիվ, կամ հնարավոր է, որ նրան ավելի զով ջերմաստիճաններ էին պետք գերտակացումից խուսափելու համար։ Միգուցե սա է պատճառը, որ հսկա օձերը ոչնչացան։ Նրանք պարզապես չափազանց տաքացան։ Չնայած Տիտանաբոան այլևս գոյություն չունի, Ամազոնի ավազանը դեռևս պարծենում է բազմաթիվ արարածներով, որոնցից ավելի լավ է խուսափել։ Գիտությանը հայտնի 10 տեսակներից մեկը ապրում է այս արևադարձային անտառներում։ Այն մոլորակի վրա բույսերի եւ կենդանիների տեսակների ամենամեծ հավաքածուի տունն է։ Միլիոնավոր միջատների տեսակներ, հազարավոր թռչուններ եւ ձկներ, հարյուրավոր կաթնասուններ, երկենցաղներ եւ սողուններ, եւ դրա չափից շատ լինելը կարող է մահացու լինել մարդկանց համար։ Միայն Ամազոնի անձրևային անտառում կա թունավոր գորտերի մոտ 100 տեսակ, որոնցից մի քանիսը կարող են սպանել ձեզ մեկ հպումով։ Եվ կան նաև կոկորդիլոսներ, էլեկտրական օձաձկներ, պիրանյաներ, թունավոր օձեր, վամպիր չղջիկներ եւ խոշոր վայրի կատուներ։ Այստեղ կարող եք նաև գտնել բրազիլիական թափառող սարդեր։ Այս սարդերի կողմից սպանությունները մի շատ լուրջ են եւ կարող են սարսափելի վնասվածքներ պատճառել։ 2010 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը այս ցեղը ճանաչեց որպես ամենաթունավոր սարդոստայնը։ Ճիշտ է, այն կորցրել է իր տիտղոսը, բայց դա դժվար է, թե որևէ մեկին հանգստացնի։ Մրջյուններ եւ հսկա ծովախեց գետիններ, եւ եկեք չմոռանանք անակոնդայի, Տիտանաբոայի ժառանգորդի մասին։ Մի շնաձկներն են լողում Ամազոնում։ Այստեղ ամեն բան տեսակների բազմության պատճառով է։ Որքան շատ տեսակներ կան, այնքան բարձր է վտանգ ներկայացնող տոկոսը։ Բավականին տրամաբանական է, եւ ամեն ինչի մեղավորը կլիման է։ Արևադարձային գոտիներում այն հարմար է, հարմարավետ կյանքի համար ամբողջ տարվա ընթացքում։ Այն բավականաչափ տաք եւ խոնավ է, որպեսզի բույսերը ծաղկեն եւ դառնան սնունդ բուսակերների համար, ինչը իր հերթին մեծացնում է գիշատիչների պոպուլյացիան։ Իդեպ թունավոր արարածների քանակը նույնպես կապված է ջերմության հետ։ Կանադայում, որի մասին արդեն նշել եմ, կան թունավոր օձերի ընդամենը 4 տեսակ։ Նրանք պարզապես չեն սիրում ցուրտը եւ քիչ սնունդը։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես է դա աշխատում։ Քանի որ խոսքը Տիտանաբոայի մասին է, ժամանակն է հիշել մեկ այլ նախապատմական հրեշի, որի մասին բոլորը լսել են՝ Մեգալադոն։ Ապրել է ավելի ուշ, բայց բնակվել է համաշխարհային օվկիանոսի մեծ մասում։ Սակայն հրեշը չէր սիրում ցուրտը եւ վայելում էր սննդի առատությունը։ Ով կարող էր նրան մեղադրել դրա համար։ Անիմաստ է ապրել այնտեղ, որտեղ կարող է սովամահ լինել, հատկապես երբ դու հսկա շնաձուկ ես։ Քարտեզին նայելով պարզ է դառնում, որ Մեգալադոնն ուներ սիրելի շրջաններ։ Պարզվում է, որ այնտեղ շատ սնունդ կար եւ կլիման ավելի հաճելի էր։ Բայց երբ խոսքը վերաբերվում է տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձություններին, հարց է առաջանում, ինչու գիտնականները ենթադրեցին, որ ամեն ինչ այսպես է տեղի ունեցել։ Ի վերջո, դուք կարող եք ենթադրել այն ամենը, ինչ ուզում եք, սակայն տեսությունները հաստատվում են գտածոներով եւ դժվար է վիճարկել նման ապացույցների հետ, նույնիսկ եթե անապատի կենտրոնում հանկարծակի հայտնաբերվի Մեգալադոնի ատամ։ Ինչ։ Հապա նայեք դրա չափսերին։ Մենք հաստատ չենք ասի, որ մի հսկայական շնաձուկ հենց նոր ափ դուրս եկավ, հարյուրավոր կիլոմետրեր սողաց, ապա մահացավ թողնելով ընդամենը մի քանի ատամ։ Բանն այն է, որ աշխարհը փոխվում է, աշխարհը փոխվել է։
Մեր մոլորակի ձևավորումից ի վեր մայրցամաքները այնքան շատ անգամ են միացել եւ տարանջատվել, որ կարելի այն նվիրել մի ամբողջ տեսանյութի։ Այնտեղ, որտեղ այսօր միայն ավազի եւ ժայռերի կույտ կա, մի ժամանակ ծովեր էին։ Օրինակ, 270 միլիոն տարի առաջ Արիզոնայում շնաձկների պոպուլյացիա էր ապրում։ Ուստի Բախա Կալիֆոռնիայի անապատում հայտնաբերված մեգալոդոնի ատամները ամենազարմանալին չեն։ Մինչ այժմ մեր պատկերացումները այն մասին, թե ինչ տեսք ուներ հին երկիրը, հիմնված են հողի եւ կենդանիների մնացորդների ուսումնասիրությունների վրա, ինչպես նաեւ որոշ ենթադրությունների վրա։ Արդյոք մեկ տեղում շատ ձկան ոսկորներ եւ ատամներ կան։ Այսպիսով, այնտեղ ջրային մարմին է եղել։ Նույնիսկ եթե ոչ ոք նախկինում չի լսել դրա մասին, դա էական չէ։ Ցանկացած գտածո կարող էր լինել հայտնագործություն կամ խաբեություն։ 1869 թվականին երկու ամերիկացի աշխատողներ, որոնց Ջորջ Հալ անունով մի մարդ վարձել էր ջրհոր փորելու համար, հողի մեջ հայտնաբերեցին 3 մետր հասակով քարացած մարդու։ Գտածոն այնքան ցնցեց սովորական մարդկանց, որ նրանք պատրաստ էին վճարել ահռելի գումարներ, պարզապես հին հսկային տեսնելու համար։ Գիտնականները բազմիցս ասել են, որ դա պարզապես կեղծիք է, բայց դա չի խանգարել Ջորջ Հալին շահույթով վաճառել մնացորդները։ Նա գտածոյի համար ստացել է մոտավորապես $460,000 այսօրվա համարժեքով, ապա խոստովանել է, որ տղամարդը պատրաստված էր գիպսից։ Քանդակը հնեցվել է ներկերի եւ թթուների միջոցով։ Այդ խաբեությունը Ջորջ Հալին արժեցել է այսօրվա $50,000 համարժեք գումար։ Շատ շահավետ ներդրում մարդկանց ցանկացած բանի հավատալու ցանկության մեջ։ Իհարկե տարօրինակ է թվում, բայց եկեք անկեղծ լինենք, որոշ մարդիկ սիրում են անբացատրելին, խորհրդավորը եւ վախեցնողը, երբ նրանք գտնում են սատկած կով, չեն մտածի, որ այն սպառվել է որևէ գիշատիչի կողմից։ Ավելի լավ է այդպիսի պատմություններում գտնել միստիկ հետ եւ ամեն ինչ բարթել այլ մոլորակայինների վրա։ Մարդկության պատմության ընթացքում մարդիկ հրեշներ են հորինել աշխարհը հասկանալու համար։ Գիտությունն այժմ օգնում է դրանում։ Պրոտոցերատոպսի կմախքները հայտնաբերելուց հետո հորինեցին գրիֆոնները, քանի որ նրանք չէին կարողանում այլ բացատրություն գտնել կտուցներով եւ հսկայական թիակներով արարածների համար։ Ճապոնացիները կարծում էին, որ երկրաշարժի պատճառը Նամազո անունով հսկա լոքոնն է։ Այն ապրում է ճապոնական կղզիների տակ գտնվող ցեխի մեջ եւ երբեմն ցնցումներ է անում, առաջացնելով ուժեղ երկրաշարժեր, եւ դա բավականին տրամաբանական է հնչում։ Եթե մենք ոչինչ չիմանայինք թիթեղների շարժման մասին, հսկայական նյարդային լոքոնը բավականին իրատեսական տեսք ունի։ Որքան բարձր է կրթության մակարդակը, այնքան ավելի հավանական է, որ մարդիկ չհավատան որևէ մարդագայլ խոզուկի մասին պատմություններին։ Լեգենդները նույնպես տարբերվում են, կախված տարածաշրջանից։ Եթե դուք ապրում եք Նյու Յորքում, ապա կոյուղու մեջ կոկորդիլոսների մասին պատմությունները տարածված սարսափ պատմություններ կլինեն, բայց ինչից պետք է վախենան մարդիկ, ովքեր ապրում են նույնիսկ Ամազոնի ջունգլիներում։ Կոկորդիլոսները նրանց համար սովորական տեսարան են, եւ տեղացիները իրենց երեխաներին վախեցնում են այլ հորինվածքներով, օրինակ վայրի դաժան ցեղի մասին, որին ոչ ոք երբեք չի տեսել։ Բայց արդյոք սա իսկապես հորինվածք է։ Ամազոնի անձրևային անտառում ապրում է մոտ 50 անհաղորդ ցեղ, համայնքներ, որոնք չեն պահպանում կապ այս արտաքին աշխարհի հետ։ Նրանք գտնվում են կամավոր մեկուսացման մեջ, հաճախ շատ ագրեսիվ են դրսեցիների նկատմամբ եւ չեն ցանկանում որևէ բան փոխել։ 2020 թվականին վայրի ցեղերի հետազոտող Ռիելի Ֆրանցիսկատոն սպանվեց բնիկներից մեկի կողմից արձակված նետից։ Այս կիսառասպելական մարդիկ չգիտեն եւ գուցե երբեք էլ չիմանան, որ Ռիելին իրենց գլխավոր պաշտպաններից մեկն էր ամբողջ Բրազիլիայում։ Եկեք անձրևային անտառից տեղափոխվենք Շոտլանդիա, ամենահայտնի հորինված հրեշներից մեկի հայրենիքը։ Բարի գալուս Լոխ Նես։ Հայտնի Նեսին բազմաթիվ անուններ են տվել՝ օձաձուկ, հսկա լոկո եւ նույնիսկ պլեզիոզավր, որը գոյատևել է, սակայն վերջերս ի հայտ է եկել մեկ այլ տեսություն՝ կետ։ Եթե տարօրինակ եք համարում, որ Լոխ Նեսի հրեշի մասին լեգենդներ են շարունակում պատմվել այսօր, բոլոր գիտական առաջընթացներից անկախ ամեն ինչ պարզ է։ Նեսին իսկական գանձարան է զբոսաշրջության համար։ Այս արարածին տեսնել ցանկացողները ամեն տարի հավաքվում են լիճ։ Այս մասշտաբի խաբեությունները վաղ թե ուշ վերածվում են փողի։ Դե ինչ կարող ենք ասել հնագիտական գտածոների կեղծիքների մասին, որոնք կարող են մի ամբողջ կարողություն արժանալ։ Եթե մի հին արձանիկը կարող է մի քանի միլիոն դոլար բերել խաբեբաներին,
անգամ չեմ խոսում դինոզավրերի ոսկորների արժեքի մասին։ Այո, դրան գնում են ոչ միայն թանգարանները, այլև մասնավոր հավաքորդները։ Ստեգոզավրի կմախք 3 միլիոն դոլարով։ Իսկ ինչ կասեք դրա մասին։ Եվ անգամ մի քանի փոքր մողեսներ 2.9 միլիոնով։ Մարդիկ պարզապես սիրում են հավատալ անհավանականին։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։